Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 19-ն է եւ չափազանց կարևոր հաղորդում ունենք այսօր։ Ես պահանջում ակնկալում եմ եւ խնդրում եմ առնվազն ամեն մեկ ով դիտում է 10-20 հոգու խնդրի տարածի ու նույնիսկ եթե հնարավոր պարտադրի որ դիտեն այս հաղորդումը միջև վերջը։ Եվ այսպես Բաքվի նվերը եւ շանտաժը Հայաստանի նկատմամբ։ Հիմա խոսենք ինչու նա նվերը եւ ինչու է շանտաժը։ Իսկ մինչ այդ ես ուզում եմ հաղորդումը սկսել այս խոսքերով, որ ասում է ձուկը իր գլխեն կհոտի, ազգն իր մտավորականները։ Ռոբեն Սևակն ասում։ Այո, այն ազգը, որ մտավորական չունի, այն ազգի մտավորականությունը, որ անցել է խորը քուն կամ դադարել է մտածելուց, այդ ազգը փաստորեն հոտում է, ինչպես ձուկը գլխից։ Հիմա դինքներդ գնահատեք մեր վիճակը ոնց է։ Իմիջիալոց ազգից բողոքող մտավորականները սա մասին շատ լավ պետք է իմանան։ Եթե ազգի հետ մի բան չի, նշանակում է իրանց մոտ առաջին հերթին իրանց ինչ-որ մի բան չի, որովհետև իրանք են պատճառը ազգի այս բարոյա հոգեբանական վիճակի համար։ Հիմա անցնենք հիմնական նորության, ինչի մասին ես ուզում եի խոսել ձեր հետ։ Մի ամիս առաջ էր կարծես Ադրբեջանը գնաց մի լկտի համարձակ քայլի, իր լկտիությամբ եւ վտանգավորությամբ շատ ավելի նույնիսկ համարձակ եւ լկտի, քան հարձակում Արցախի վրա։ Ինչ արեց։ Ինքը որոշեց եւ սահմանադրորեն կցեց Նախիջևան Ադրբեջանի Հանրապետությանը։ Եվ կզարմանան, ինչի Ադրբեջանի Հանրապետությանը, չէ՞ Նախիջևանը։ Իհարկե ոչ։ Բայց Ալիևը դե իրավաբանա, չէ, ամեն դեպքում մգիմուն է ավարտել։ Հասկանալով, որ այս վիճակը իր համար շատ վատ է, երբ որ Ադրբեջանը սահմանադրորեն իր տարածքը չի, վերցրեց ու միակողմանի Նախիջևանը կցեց սահմանադրության իր տարածքներին, այնպես ինչպես Ռուսաստանը ուկրաինական տարածքները։ Ուկրաինական տարածքները, նույնիսկ այն տարածքները, որ կիսով չափ է իր տիրապետության տակ ժամանակավոր։ Հիմա ինչու՞մն է կայանում այստեղ լկտիությունը եւ ինչու՞մ է կայանում նվերը։ Լկտիությունը կայանում է նրանում, որ այդ Ղարսի պայմանագրով Ադրբեջանի ոչ թե ենթակայության, այլ ոնց է ձևակերպում, մենք հիմա կկարդանք ենթարկվելու տրամաբանության անցած Նախիջևանը չի պատկանում Ադրբեջանին։ Եվ Հաքին ազը դրա մասին խոսում է պարզ։ Չնայած Արցախի օկուպացիային 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը եւ դրա 9-րդ կետին Մեղրի ճանապարհ բացման եւ այլն, նաեւ 25 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի թրիպի մասին ուշագրին տարածաշրջանային նոր դասավանդությունը անհնար է առանց Հայաստանի կողմից Նախիջևանից հրաժարվելուն։ Այսինքն Հայաստանին է պատկանում Նախիջևանը եւ ամեն ինչ այս ամբողջը չի ամբողջանում, եթե Հայաստանը չի հրաժարվում Նախիջևանից։ Սա գրում է Հաքին ազը, սա իմ մտքերի ֆանտազիան չի։ Հայաստանում սրա մասին լուր են, սա 2 օր է արդեն։ 2 օր այս հայտարարությունը կա։ Եվ 1 ամսից ավել է արդեն ինչ Ադրբեջանը գնացել է այս քայլին։ Ուրեմն ոչ մի խոսք ոչ Հայաստանի քաղաքական շրջանակներում, ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն եւ հետաքրքիր է, ոչ Անկարայում, ոչ Մոսկվայում։ Որովհետեւ Ադրբեջանը տրվել է, Նախիջևանը տրվել է Ադրբեջանի ժամանակավոր, հսկողության տակ Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրերով։ Որտեղ այդ ժամանակ Ադրբեջան գոյություն չուներ, Ադրբեջանը ընդհանրապես գոյություն չուներ որպես տարածքային միավոր։ Այդ պայմանագիրը կնքել են 2 բանիտական կառույցներ՝ բոլշևիկներն ու քեմալական Թուրքիան, որոնք որպես կառույցներ գոյություն չունեին, ճանաչված չէին, բանդիտական կառույցներ էին։ Եվ այսպես 2 բանդիտական համաձայնության արդյունքում Նախիջևանը թուրքերի խնդրանքով տրվում է ապագա թաթարներին Ադրբեջան պետությանը, որ արդեն որոշել են, որ տես պետքա կոչվի, որովհետև իրենց հետագայում պետք էր կոնֆլիկտ Իրանի հյուսիսի հետ, որ զավթեին նաև իսկական Ադրբեջանը։ Ինչ որ է։ Եվ հիմա ադրբեջանցիներն ասում են անհնարին է այս ամբողջը, եթե Հայաստանը չհրաժարվի Նախիջևանից։ Ինչքան ժամանակ է աշխատում է Հայաստանի խորհրդարանը։
Շատ բարդ է, երկու շաբաթ կլինի, չէ՞։ Ոչ մի ձայն, ոչ մի քաղաքական քննարկում, ոչ մի հայտարարություն, ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, եւ ընդհանրապես քաղաքական դաշտը կարծես չի նկատում, չի լսում ինչա կատարվում կողքը։ Գնանք առաջ։ Նախիջևանի ներկայիս կարգավիճակը թույլ չի տալիս Բաքվին ապահովել իր հաղթանակը։ Վերածելով Ալիևին էթնիկ զտումների կատարողի եւ օկուպանտի։ Նոր ռազմավարական տարբերակը միայն կսրի այս իրավիճակը եւ Բաքուն փնտրում է այլ երկ այս իրավական փակուղուց եւ այսպես իրան դրել է իրավական փակուղու մեջ եւ առանց այս հարցի լուծման չի լուծում, այսինքն առանց Նախիջևանի հարցի լուծման չի լուծում այս համապատկած հարցը։ Արցախ ներողություն, Ադրբեջանը մնում է որպես օկուպանտ եւ էթնիկ զտող պետություն։ 26 թվականի օգոստոսի 11-ին Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Ալիևը եւ նրա կինը շտաբ մեկնեցին Նախիջևան եւ այնտեղ արեցին մի հայտարարություն, որը ըստ երևույթին նախորդ օրը վիճարկվել է Թրամփի կողմից։ Ալիևը Նախիջևանն անվանեց Ադրբեջանի անբաժանելի մաս կներեք, փորձելով դրանով բացատրել Թրամփի միջանցքային տրամաբանությունը եւ Զանգեզուրի միջանցքում հայկական դեմքեր չտեսնելու իր դժկամությանը։ Ի վերջո Հայաստանը պատրաստ է ճանապարհներ բացել, ապա ինչու պետք է Ալիևը ցանկանա անարգել միջանցքը Հայաստանի իշխանության հաշվին։ Հիմա ես ուզում եմ ձեզ բացատրեմ այս Ալիևի հանցագործության քաղաքական հետևանքները։ Եվ այսպես Ադրբեջանը կցելով Նախիջևանը կցելով Ադրբեջանի, հայտարարելով Ադրբեջանի մաս, Ալիևը հայտարարում է, որ այլևս Ղարսի եւ Մոսկվայի պայմանագրերը չեն գործում։ Չեն գործում էլի։ Մենակ այդ պայմաններում հնարավոր զավթել նոր հող, ենել եթե Հայաստանը ճանաչի դա Ադրբեջանի տարածք։ Իսկ ինչ է ասում ամենակարևորը, ինչի մասին է Ղարսի պայմանագիրը։ Եվ այսպես 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրի 3-րդ հոդվածում Նախիջևանը ճանաչվեց ինքնավար տարածք Ադրբեջանի հովանավորության ներքո, հովանավորություն, պայմանով որ Ադրբեջանը այդ հովանավորությունը չփոխանցի երրորդ պետությանը։ Իսկ հիմա ինքը խլում է։ 21 թվականի հոկտեմբերի 13-ին արդեն Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածով Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանի կառավարությունները վերահաստատեցին նույն կարգավիճակը, Նախիջևանի սահմանները նկարագրվեցին պայմանագրի 3-րդ հոդվածում, Կարսի պայմանագրի բնագրի մի խոսքով։ Բայց ինչ կար այդ պայմանագրում եւս, ուրեմն այդ նույն պայմանագրով, եթե այլևս այդ պայմանագիրը չի գործում, հա, եւ կարելի է արդեն զավթել Նախիջևանը, նշանակում է Թուրքիան պետք է Հայաստանին վերադարձնի Կարսի շրջանը, Սարեգամիշը, Կարզվանը եւ հարակից տարածքները, Արդահանի շրջանը, Սուրմալուլի Գաբարը, ներկայիս Իգդիրի շրջանը եւ Մասիս լեռը։ Եվ այդ պայմանագրով Բաթումի մարզի հարավային մասը անցել Վրաստանի։ Դիմացը ստացել են Սուրմալուլի Գաբարը եւ Մասիս սարը։ Եթե այլ պայմանագիրը չկա, նշանակում է Հայաստանը պետք է պահանջի Ռուսաստանից եւ Թուրքիայից դինս վերադարձեք Կարսի շրջանը, Սարեգամիշը, Կարզվանը, Արդահանը, Սուրմալուն, Մասիս լեռը, Իգդիրը։ Հայաստանում ոչ մի ձայն, ընդդեմ նորից եմ ասում, ոչ միայն այս իշխանությունը զավթած, այս քարսկեղային գոյացությունից, ընդհանրապես Հայաստանի քաղաքական դաշտում ձայն չկա։ Միչե որ Ադրբեջանը ինքը չի գոռում, այստեղ է հենց նվերը սանում է, չի գոռում ճանաչիր, տուր ինձ, հրաժարվի Նախիջևանից, որ իմ հանցագործությունները ամբողջանան։ Այլապես ես մնում եմ հանցագործի կարգավիճակով։ Հիմա ինչ պետք է անի Հայաստանի, չգիտեմ, ներապետությունը ինչ պետք է անի։ Ասի չեմ ուզում Նախիջևանը։ Ախի ես համ տալիս եմ Նախիջևանը, համ հրաժարվում եմ այն ինչ խլվել է, որպես իմ պետության մաս, ըստ նույն պայմանագրի, այսպես է լինելու։ Ես վստահ եմ, որ Հայաստանի այս ճիվաղապետությունը, որ այսօր կա, այս կառավարությունը, ինքը ասել է, գիտեք ինչ չի, մեզ խաղաղություն է պետք, արեք հրաժարվենք ինչպես Արցախից հրաժարվեցինք,
Հրաժարվենք նաև Նախիջևանից, այն Նախիջևանը մեզ ինչ։ Մինչդեռ Նախիջևանը Հայաստանի գոյության ապահովման ռազմավարական անվտանգության ամենակարևոր մասն է, ամենակարևոր մասը, ինքը ուղիղ ճանապարհը մինչև Մեղրի, շատ ավելի ապահով, շատ ավելի արագ։ Իսկ Թուրքիայում, Ադրբեջանում խոստովանում են, որ առանց Հայաստանի հրաժարումից Նախիջևանը իրանք չեն կարողանում այս հարցը լուծել։ Մեկ ամիս անցել է այս հանցագործությունից Ադրբեջանի կողմից, ոչ մի խոսակցություն չկա։ Նույնիսկ ադրբեջանցիներն են անհանգիստ, ասում են հրաժարվեք, էլի մի ձեն անեք, էլի։ Հիմա ինչ անելու սրանց հետո Հայաստանի ընդդիմությունը։ Խորհրդարանային, արտախորհրդարանային վերլուծական գլուխները Նիկոլի զանգված է, ինչ պետք է անի։ Ես արդեն մոտարապես կասկում եմ, այս հաղորդումից հետո սկսելու են, հա, դե այդպես խնդիր կա, ճիշտն ասած, այո, դե ճիշտ է, տարածքը տրվել է Ղարսի պայմանագրով, Մոսկվայի պայմանագրով, դե տվել է, դե արդեն ընդ հայերին 90% հայ են ապրում։ 90% հայ եւ այդ ջուղայի հայկական գերեզմանոցը, որ ավիրվեց սովետական միության ժամանակ, է։ Ավիրվեց, դե արդեն հայկական բան չկան, դե հայեր չկա, դե մենք ինչին է պետք, էդ էլ տանք թուրքին։ Էդ էլ տանք թուրքին, իհարկե։ Եվ քանի որ դի տալիս ենք Թուրքիային, դե մեզ պետք չի Արդահանեիք դիրը Սուրմալուի գավառը, բան, ոչ մի պետք չի, Ղարսը պետք չի։ Ընկերներ ջան, եթե այդ պայմանագիրը չի աշխատում էլ, որը Ադրբեջանի համար հստակ չի աշխատում, որը ինքնին պայմանագիր չի եւ դա վիճակվում է հիմա մարդու իրավունքների եվրոպական դատարանում ի շնորհիվ Գեորգի Անտոնով Միրզախանյանի, որ ինքը անցնելով Ռուսաստանի բոլոր հնարավոր դատականացիաները հասել արդեն միջազգային դատարան, հեսա միջազգային դատարանը որոշումը կգա, որ սա անօրինական, իրավական ոչ մի հիմք չունեցող փաստաթուղթ է եւ այն ինչ որ խլվել է Հայաստանից այդ պայմանագրի համաձայն Նախիջևանը, Արդահանը, Իգդիրը, չնեմ Ղարսի մահանգը, Արարատ լեռը եւ այլն, սա լրիվ խլվել անօրինական, սա անեքսիա է։ Հետեւաբար անեքսիա է եւ Թուրքիայի կողմից եւ Ադրբեջանի կողմից։ Հիմա սկսելու են հայկական խոսացող գլուխները, Նիկոլի Վարսկանները, ոչ հայրենիք ունեն, ոչ ինքնասիրություն, ոչ սրբություն, ոչ մի բան։ Հանցագործ փողի դիմաց ամեն ինչը ուրացող հանցագործների խումբ։ Հեսա սկսելու են խոսալ, թե ինչի է պետք այդ ամեն ինչից հրաժարվել, ի վերջո հրաժարվել, որ թողեն քեզ ստեղ գոնե, այս մի քանի քառակուսի մետրի վրա դու շարունակես քո թալանը։ Իրանք ապրեն կուշտ ու երջանիկ, քիչ-քիչ դու էլ փոքրանաս, վերջում էլ ասել կներեք, էսի պետություն չի, էսի պետության մնացորդներն է։ Սա Նիկոլ Փաշինյանի խոսքն է։ Եվ այս պետությունը չի կարող գոյատևել, որովհետև ոչ ճանապարհ ունի, ոչ միջոցներ ունի, ոչ տնտեսություն ունի, ոչ Ռուսաստանն է մեզանից ապրանքանում, ոչ էս գյուղացին է կարում արտահանի, գյուղացիներն արդեն սննկացել են, իրենց տներից զրկվել են, մնացել են վարկերի տակ, մյուս տարի չեն կարողանալու բերք արտադրել, բա ինչ ենք անելու, բանակ չեն կարողանալու պահենք, եւ այսպես գնում ենք դեպի պետության կազմալուծում։ Սա ասելու է Նիկոլ Փաշինյանը իր խոսացող գլուխների հետ։ Բա մնացածն ուր են։ Պետությունում խոսացող մարդ չկա։ Կարծիք ունեցող անալիտիկ, կարծիք ուղեղ ունեցող մարդ չկա։ Սա եւ մնապագա բոլոր այս կարգի խոսակցությունները եւ ոչ թե խոսակցությունները, քաղաքական խնդիրները պետք է լուծվի։ Հիմա հարգելի Սփյուռք, ես ձեզ հիշացնեմ, որ այս հարցակումը ձեր վրա, մեր վրա, հենց սրա համար է։ Եթե Սփյուռքը հզորանա, ուրեմն Հայաստանը կթուլանա։ Այս տականքների խոսքն է։ Եթե Սփյուռքը թուլանա, Հայաստանը կհզորանա։ Հայաստան ասելով իրանք ի նկատի ունեն իրենց եւ Թուրքիային։ Այս հարցի լուծումը միջազգային դատարաններում, ատյաններում բոլորը կախված է Սփյուռքից շատ ավելի, քան այս տականքներից։ Սրանք վախենում են Սփյուռքից, ասում են պետք է Սփյուռքը թուլանա, որ իրանք հզորանան։ Եվ Սփյուռքի հզորանալ իրենց թուլությունն է։ Ինչա մենք պետք է բավարարենք իրենց ցանկությունները բոլորովին։ Ես հենց այդ պատճառով ստեղծվել է ինքնաճանաչում շարժում։ Հարգելով բոլոր շարժումներն ինչ ով կա, հայ դատնա, դաշնակցականնա, չգիտեմ, ով, հարգելով բոլորի գործունեությունը, ես բոլորին առաջարկում եմ, կոչ եմ անում։ Ոչ թե մենակ միանալ, այս գործով ակտիվանալ։
Ադրբեջանը մեծագույն նվեր է արել մեզ, մեծագույն, գնացել ամենակատաստրոֆիկ հանցագործությունը իր վախերից։ Ինքը չեղարկել է Ղարսի պայմանագիրը, այսինքն մենք իրավականորեն ասենք հղում անելով Ադրբեջանի հանցագործությունը կարող ենք ասել, այդ տեղից հանցագործ պայմանագիրը արդեն չի գործում։ Ետ վերադարձեք մեր տարածքները, բանդիտներ։ Ետ վերադարձեք։ Սա պետք է Սփյուռքում դառնա օրակարգ, առաջնային օրակարգ։ Առաջնային։ Սրանից է կախված հայերի վերադարձը Արցախ։ Իմ ելույթ ես ասեմ, այսօր նայում էի պայմանական ասած խորհրդարանական ընտրություններին, իրանք խոսում էին Սփյուռքիներից, ամեն ինչի մասին խոսացին, ռազմագերիներին, բան, որ սրանք վախենում են Սփյուռքից, որովհետև դա ռազմագերիների հարց է բարձրացնում, բայց ոչ մեկ չխոսած արցախցիների վերադարձի մասին։ Խորհրդարանական ընդդիմություն, դուք միկրոսկոպի տակ եք։ Ինձ համար ձեր ու Նիկոլ Փաշինյանի մեջ ոչ մի տարբերություն չկա։ Ես ձեզ չխոսացածնել եմ լսում։ Ես ուշադիր լսում եմ, թե դուք ինչն եք շրջանցում։ Այսինքն ձեզ թույլատրված է խոսել ռազմագերիների մասին, բայց արցախցիների վերադարձի մասին ձեր տերը արգելում է խոսալ։ Բայց լավ իմացեք, դուք բացահայտված եք որպես այս համակարգի անբաժանելի եւ կարևոր մաս։ Եվ այն հանգամանքը, որ դուք չեք խոսում արցախցիների վերադարձի, եւ դուք չեք խոսում այս արդեն մեկ ամիս շարունակ այս հանցագործության մասին, որը Ադրբեջանը արդեն ինքն է ներվում, ձեզ ասում է, լսեք, կամ խոսացեք, կամ ճանաչեք, կամ հրաժարվեք Նախիջևանից։ Խոսում եմ նրա մասին, որ դուք շարունակելու եք Նիկոլ Փաշինյանին սպասարկելու գործը։ Ես դրա համար դիմում եմ Սփյուռքին եւ իմ ընկերներին բոլորին։ Մենք սա անելու ենք։ Մենք դառնալու ենք բոլոր հայերին աշխարհով մեկ ներկայացնող այն մարմինը, որ այս հարցը հնարավորին բոլոր ատյաններում բարձրացնելու է։ Այսինքն եթե Կեմերովոյի հայկական համայնքը մեր ավականի անդամ Գյորգի Անտոնը Միրզախանյանի շնորհիվ, նաև իր ընկերների շնորհիվ կարողացավ այս հարցը հանել միջազգային դատարան, նշանակ հələ դուք պատկերացեք ինչ կարող ենք մենք իրար հետ անել։ Հայկական հարցը փակված չի։ Հայկական հարցը ներկայացնող է պետք։ Գնահատում եմ այն ինչ որ արել է Հայդատը։ Մենք պիտի անենք ավելին։ Ավելի մոբիլ, ավելի վճռական։ Բաժանորդագրվեք, դարձեք այս գործի անդամ։ Եվ մենք կարող ենք իրար անել։ Իրար հետ այս հարցի լուծումը կար։ Եվ ի վերջո օգտվել են քաղաքական նվերից, որ Բաքուն մեզ արել է։ Ամոթ է այս նվերը թողել սենց օդի մեջ, էլի։ Պատմությունը մեզ չի ների։ Իսկ քանի մենք դեռ լռում ենք, իշխանություն կոչված բանդիտական այս խմբավորումը պարզ ասում է, պիտի քանդենք Սփյուռքը, որ հզորանա Հայաստանը։ Սա այն է, ես ասում եմ, քանդելու են առաջին հերթին եկեղեցին ու անցնեն Սփյուռքին։ Այս ամեն ինչը գրված է Էրդողանի գրքի մեջ, այս ամեն ինչի հետ Փաշինյան Նիկոլը սեղմած դոշին նկարվել է, սա է սրանց օրակարգը։ Ինձ համար գոնե ոչ մի բան չկա ստենորությունից։ Ես ուղղակի սպասում էի, թե սրանք ոնց են պատրաստում իրականացնել սա։ Դե, ժողովուրդ, Սփյուռք, ձեռնոցը նետված է։ Որպեսզի փրկեն իրենց եւ թուրքերին, իրանք ուզում են քանդել մեզ։ Մենք դա պետք է ցույց տանք, թույլ տանք, չէ։ Ես հակված եմ հակառակին։ Ես հակված եմ հենց իրանց ասածը իրականա։ Հզորանանք մենք, որ թուլանան իրենք։ Եթե համաձայնեք բաժանորդագրվեք։ Բաժանորդագրվեք ինքնաճանաչում շարժմանը, ներքևը լինքը կա։ Որովհետև սրանց լկտիությունն абսուրդային կոչերը արդեն սահմաններ չեն ճանաչում։ Ճաքել են սենց ասեմ, կտրել են բոլոր հնարավոր սահմանները։ Մի հատ լսեք սրան։ Նույնիսկ ուրիշ անուն չկա սրան ասել, բայց սրան հատ լսենք էլ։ Երբ ասում եք չկա խաղաղություն, եթե գերիները չեն վերադարձել։ Հեգնական տոնը լսեցիք։ Չկա խա։ Հիմա ինչ արունեք, ոնց է արդարացնելու։ Ես ես հիշեցնեմ 21 թվականի ընտրություններից առաջ, մեկ ամիս առաջ, սրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Մի երկու ամիս էլ յոլա գնացեք այդտեղ», հիշում եք։ Այս ընտրությունները կանզատվի, կավարտվի, դուք ազատվեք։ Հիմա արդեն երկրորդ ընտրություններն ավարտվել։
Հիմա արդեն դրա մասին խոսացողներին են ծաղրում ու սրանց ձեն են տվել։ Դա ման եմ ասում, բոլորը սրանց ովքեր ձեն են տվել, հանցագործներ են իմ համար։ Ձեր քարացած մտածելակերպը դուք կարդաց Քարացած մտածելակերպ, բա դա ի՞նչ է նշանակում գեյների վերաբերյալ։ Շատ քարացած մտածելակերպ է։ Այո, մի քիչ ճկուն եղեք էլի։ Մի քիչ ճկուն եղեք, թարմ եղեք, բա երկիրը չծախենք խաղաղության համար, բա գեյներից չհրաժարվենք խաղաղության համար։ Դուք չեք հրաժարվում։ Քարացած եք էլի, հո զորով չի։ Մարդ մի քիչ պետք է ճկուն, թպեական լինի, էլի բոլոր պոզաներով կանգնի, բոլոր պոզաներից հայճույք ստանա, նվազ ստանա, փողի դիմաց երեխաներին սեփական երկրի հանդերձ փաթեթավորած վաճառի։ Այ սա է սրանց ճկունությունը, էլի։ Այն որ ուզում Արցախ վերադառնա, գեյները են ուզում, դրանք քարացած մտածելակերպով մարդիկ են։ Ացել եք ընդհանրապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերիները երբ են վերադարձել երկրներ։ 10 տարի ա տևել։ Да что ты, черт побери, такое несешь? Հասկացաք ինչ են առաջարկում մեզ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի գեյների վերադարձը 10 տարի ա տևել։ Սպասեք էլի 6 տարի անց, ընդամենը 6 տարի անց է, սպասեք էլի, այս ինչ քարացած մտածելակերպ ունեք։ Կատակ, հեգնանք, ժողովուրդ ջան, սրանք մեզ հայերիս, իրենց ընտրազանգվածին չեմ ասում, հայերիս, կատարյալ ապուշի տեղ են դրել։ Սա վիրավորանք չի, սա ընդամենը փաստի արձանագրում է, որ մի եղեք քարացած, սպասեք, երկրորդ համաշխարհային գերին 10 տարի հետո են։ Մենք ընդամենը 6 տարի է հրաժարվել ենք այդ մարդկանցից, սպասեք էլի, ինչ եք խառնվել, ինչ եք այդքան քարացած։ Ով է պատրաստ սրանց հանդուրժի, այս ալիքի անդամը չի, այս շարժման անդամը չի, ով բարապես չի մեռել, իրանք են փոփոխություն անողը ու իրանք են այս ալիքի հետևորդները եւ այս շարժման աջակիցները։ Դրա համար ես առաջարկում եմ ժողովուրդ ջան, ու սա պարտադիր պայման է։ Ամեն մեկը ով նայում է եւ զգում է գետ կես տոկոս իր վրա պատասխանատվություն, այս տեսանյութերը ամեն օրվա ռեժիմով, որ ես ամեն օր ինքնամոռաց, ամեն ինչից զրկելով ինքս ինձ եւ իմ ընտանիքին անում եմ, սրանք առնվազն ամեն մի դիտող 10-ից 20 հոգու պետքա ուղարկի եւ պարտադրի նայեն։ Որովհետեւ եթե մարդ իմանա այս ամեն ինչի մասին, քունը կկորցնի եւ կարող է փրկի իր երկիրը։ Կամ հակառակ հանգիստ կքնի, մի օր կհասկանա, որ ինքն էլ քնելու տեղ չունի։ Ընտրությունը շատ մեծ չի։ Սրանց նպատակը սա է։ Հիմա ինչ ենք մենք անում։ Մենք պետք է ապահովենք մեր երկիրը, մեր ապագան, մեր անվտանգությունը։ Եթե մենք հակված չենք, մեզ մի քիչ նեղություն տալ, ուղարկել մեր ընկերներին, պարտադրել նրանց բաժանորդագրվել, անդամագրվել, դիտել, հասկանալ իրանց գլխին ինչ աղետ է գալիս։ Ժողովուրդ ջան, նշանակում է մենք նմանվում ենք այն գորտին, որին գցել են կաթսայի մեջ, դանդաղ էփում են։ Այ սա է, որ արդեն խոսում են նրա մասին, եթե մենք ենք ուզում Հայաստանը ուժեղանա, պիտի սփյուռքը թուլանա։ Արդեն Հայաստան սփյուռք կռիվը, դրա համար էլ բարդացել են քաղաքացիություն ստանալը, դրա համար էլ բոլոր տեսակի կեղտոտ պրոպագանդաները ներս են դրել, որպեսզի կոտրեն սփյուռքին, որովհետև սփյուռքն է Դամոկլյան սուրը, որ կախված է Թուրքիայի պետականության գլխին։ Ի վերջո հասկացեք, կա պահանջատիրության խնդիր։ Սա Դամոկլյան սուրը պետության գլխին թուրքական։ Եվ սրա առաջնային պահանջատերը Հայաստանը չի, սփյուռքն է։ Որպեսզի դե հարցը մի օր վերանա, պետք է կտրել բոլոր տեսակի կապերը։ Դա էր պատճառը, որ առաջի նախարարությունը ոչ լուծարվեց դեռ 18 թվականին, դա սփյուռքի նախարարությունն էր, դա գյուղատնտեսության նախարարությունն էր, դա մշակույթի նախարարությունն էր, կտրել ամեն ինչ հնարավոր է, ինչը որ պահում էր այս պետությանը ամբողջական եւ տնտեսությունը, եւ մշակույթը, ինքնության գիտակցումը, եւ ամենակարևորը Հայաստան-սփյուռք կապերը։ Եվ դրա գլխին նշանակեցին մի վիժվածքի բարի ամբողջական իմաստով, որը սփյուռքյան հանդիպումների ժամանակ թուրքական քարոզչություն է իրականացնում։ Ինչ ենք անում մենք։ Կամ դառնում ենք այն գորտը, որին դանդաղ էփում են,
կամ դուրս են գալիս այդ վիճակից։ Եթե այս հաղորդումների տարածումը 10-ից 20 անգամ չավելացավ, մենք շանս չունենք, այսքան շանս չունենք։ Ես չեմ կարող ասել ուրիշ ինչ անել, ինձ որ ասում են ինչ անենք, առնվազն դու սա պետք է անես, դրանից ավելի ինչ կանես, հարգելի դիտորդ, հարգելի ընկեր բարեկամ։ Դա քո գործն է։ Քթիր ձևեր, ինչը, բայց սա ամենապրիմիտիվ բանն է, չէ՞, ընդամենը պետք է աշխատել, ընդամենը պետք է ուղարկել։ Գնանք առաջ։ Ես որ ասում եմ սրանք ավելի չեն, նա համար չէ, որ սրանք դիտավորյալ ուզում են երկիրը սպանել, չէ, ուղղակի իրենց գործողությունների արդյունքն են նաև տանում այս ամեն ինչին։ Հայաստանում ոչ մի վերահսկողության ճանապարհ չկա, հիմնարկ չի աշխատում, ամբողջը կոռումպացված է, անգործության է մատնված եւ ոչ մեկ ոչ մի բանի համար պատասխանատու չի։ Բոլոր շինարարական եւ կառուցողական թույլտվությունները տալիս են փողի դիմաց, ոչ թե մասնագիտական վերլուծությունների, գնահատականների, վտանգների, ասենց ասեմ, հաշվարկման, եւ որ ասում են ռիսկերը կառավարված են։ Պատկերացնում ես սրանց կառավարված ռիսկերը, երբ որ Կոտայքի մարզում ողբերգական դեպքը կռուն կա ընկնում։ Մա երևի մեկը կասի կռուն կկարա բոլոր տեղերում ընկնի։ Գիտեք Հայաստանում ինչի ընկնում։ Որովհետև ոչ մեկ չի տվես կռունկի նետը աշխատելու թույլտվություն։ Ոչ մեկ չի ստուգել այս կռունկը ի վիճակի է, ինքը սպասարկում անցել է, ինքը անվտանգ է աշխատողների համար։ Չէ։ Որովհետև այս կամպանիաներին, ովքեր ունեն կռունկ, ովքեր ունեն բանը, չգիտեմ, արտադրություններ, սննդի, կոշիկի, ամեն ինչով պետք է վերահսկվի, բոլորին կանաչ ճանապարհ ցույց տված խախտումների մեջ դիմացը իմ քայլը հիմնադրամին միլիոններով փող տալու դիմաց։ Հիմա հասկացանք իմ քայլի գումարները որտեղից է գալի, մարդկանց կյանքի առողջության հաշվին։ Այո, յան չեն կարող համ ամեն ինչ անեն ստանդարտներով, համ սպասարկում, համ ծախսեր, համ այսքան փողեր տան։ Այդքան փողերը տալիս են այս ամեն ինչի վրա աշխ փակելու համար։ Գիտեք, այս հանցագործության այս ահադրավիրքի դիմաց մեկը ճանապարհ պատասխանա տալու, չէ։ Այս մարդիկ փողը տվել են։ Այս մարդիկ հենց դրա համար են փողը տվել, որ չվիրազենեն տեխնիկան, չսպասարկեն տեխնիկան, որ պետական վեստուգիզ մալմիները չստուգեն իրան։ Ուզում ես քեզ չստուգենք, անես են ինչ որ ուզում պետք է բերես փող տաս, ավելի ճիշտ sense պիտի բերես փող տաս եւ մենք աչք կփակենք քո բոլոր հանցագործությունների վրա։ Այսպես է աշխատում ամբողջ մեխանիզմը։ Ես դրա համար եմ ասում, հայկական իրականության մեջ Հայաստանում չի կարող լինել գետ մեկ մարդ։ Նույնիսկ եթե նա Նիկոլի, ասենց ասեմ, երկրպագուն է, որ ինքը ապահովագրված է այն գործողություններից, որը Նիկոլի իշխանությունը իրականացնում է։ Ամեն մեկի դուրը մի ձև սա ծեծելու է։ Իսկ ես հրեշն ինչ առաջարկում, մենք Հայաստանը պետք է նորովի կառուցենք։ Այնպես ինչպես կկառուցեինք Հիսուսի երկրորդ գալստյանը սպասելուց։ Եկեք հասկանանք ինչ կա սրա տակը։ Այսինքն Հիսուսի արդեն երկրորդ գալստյանն է պատրաստում սա նորովի։ Հա, այսինքն այն ինչ որ մենք ունեինք, հիշում եք, մենք մի հատ նորովի կառուցեցինք, ուրեմն արդյունքում կորցրեցինք Արցախը, կորցրեցինք 5 շրջանները, կորցրեցինք Բաղանիսն ու Ոսկեպարը, հիմա նորովի պետք է կառուցենք, հələ մենք էլի կորցնելու բան ունենք, այս ընթացքում ինքը ինչ ի նկատի ունի, որ մենք պետք է Հիսուսի երկրորդ գալստյանը, այսինքն ո՞նց է պատկերացնում էսի։ Դե պետք ինչը էլի ինչ է ուզում նորովի կառուցել։ Եվ ինչի համար են այս հայտարարությունները, որ պատրաստ եղեք նոր անակնկալների, որովհետև մեզ էլ պետություն պետք չի, մենք պետք է պատրաստենք Հիսուսի երկրորդ գալստյանը։ Սա խոսում է աշխարհիկ պետության վարչապետը, որը միաժամանակ հարձակվել է եկեղեցու վրա։ Աշխարհում պետություն չկա, որ պատրաստում է Հիսուսի երկրորդ գալստյանը։ Նույնիսկ Իսրայելում չեն պատրաստում։ Իրանք իրանց Հիսուսն ունեն։ Այդ բանը կարմիր կովն է։ Կարմիր չէ, ռիժի։ Մի խոսքով։ Այդ կովն է, որ արդեն երկրորդ անգամ ցուլ է, ով է ինչա, այրել են ու սպասում են իրենց մեսիայի գալստյանը։ Մեկ էլ Նիկոլ Փաշինյանն է, փաստորեն աշխարհում։
պատրաստում է Երկրորդ Գալստյանը։ Ժողովուրդ, սա արդեն մարազմա, սա արդեն ծիծաղելի չի։ Սա արդեն ծիծաղելի չի։ Սա Ներոնի կառավարման շրջանն է։ Եվ չի կարելի հանգիստ գնալ քնել մտածելով, որ եթե ես սենց եմ արել, ուրեմն ոչ մի բան չի կատարվում։ Որ եթե Երևանի կաֆեներում ուրախ են բոլորը, ոչ մի բան չի կատարվում։ Հռոմում էլ էին ուրախ։ Բարբարոսները, վայրագներն արդեն գրավում էին Հռոմի արձանները, ուրախ էին, քեֆ էին անում։ Հիտլերը մտել էր Փարիզ, սրճարաններում Փարիզի տժժում էին մարդիկ, մտածում են, ցիվիլ է։ Այո, Շարլ դը Գոլը ներողություն, Լապենը տենց էլ ներկայացնում էր ֆաշիստական ռեժիմին, որ վերջապես եկան ցիվիլ ռասան եւ իր ասենց ասեմ նոր ցիվիլիզացիայով փոփոխություններ կմտցնի արդեն այլասերվող Փարիզում։ Դավարել Հիտլերը գնաց կանգնեց Նապոլեոնի գերեզմանին, ասեց. Նապոլեոն, չկա արդեն քո ժողովուրդը։ Հիմա սա մեզ պատրաստում է Հիսուսի երկրորդ Գալստյանը։ Մենք ինչ ենք պատրաստում։ Սա նոր բաներ ունի մեր համար պատրաստելու։ Ես ասում եմ, հրաժարվել բանին, Նախիջևանից, տալ ճանապարհներ, էլի, տալ Միջանցք, հետո էլ ասել ես պետությունը, օբյեկտիվ իրականությունը, օբյեկտիվորեն չի կարող բանակ ունենալ, որովհետև փող չկա։ Որովհետև 42% արտահանվող ապրանքները էլ չգնում, փող չկա։ Ինքը ինչ մեղավ, Ռուսաստանն ապրանք։ Սենց էլ պետքա դիմավորենք Հիսուսի երկրորդ Գալստյանը, որովհետև ամոթ չի մենք նյութական բաներից ենք խոսում, մենք պետքա հոգևոր մաքրության պատրաստվենք Հիսուսի Գալստյանը։ Սա էլ կլսենք մենք շուտով։ Սա։ Եթե մարդ կա դեռ ինչ որ ակնկալիքներ ունի, մտածում է սա ինչ որ բաներ կա, որ ունակ չի անելու, մեծագույն միամիտներից մեկն է։ Սանայինք։ Այս պատուհանը բացեմ մի քիչ թող օդափոխվի։ Մասիսում ապրող 45-ամյա Արմեն Բեգլարյանն ասում է, վերջին անգամ մահճակալից վեր է կացել 1 տարի առաջ, լողացել ամիսներ առաջ։ Բեղտերևի հիվանդություն ունի, ողնաշարի ու հոդերի քրոնիկական բորբոքում։ Պատշաճ բուժում չստանալու հետևանքով արդեն ոտքերը գրեթե անշարժացել են, մատները փտում են, մեջքին վերքեր ունի, իսկ ցավազրկողները չեն օգնում։ Սա խղճահարություն առաջացնելու համար չեմ ասում, ժողովուրդ։ Սա ժամանակին բուժում չստանալու հետևանքներն է։ Սա ժամանակին ճիշտ եզրակացություններ չանելու հետևանքներն է։ Սա մեր պետականությունն է։ Սա լավ իրան կանցնի հետևանքներն է։ Սա դե լավ ոչինչի հետևանքներն է։ Սա մեր պետականությունն է։ Այս մարդը, որ այս վիճակին է, հենց սրա հետևանքներն է, լավ ոչինչ, էս էլ մյուս օրը կանենք, դե լավ այսօր փող չկա, վաղը կանենք։ Ես այս մարդուն չեմ մեղադրում ոչ մի բանի մեջ։ Պետություն չկա։ Իսկ եղածը հենց այս վերաբերմունքով էլ վերաբերվում է իր մարմնին, իր պետությանը։ Որ մի քիչ տեղից կտանք, մի քիչ ընդեղից կտանք, մի քիչ ընդեղից կտանք, դե լավ ոչինչ կարելի, որ խաղաղություն լինի։ Հասկանում եք սա ինչի է բերում։ Գիտեք օրական ինչքան մարդ է գրում ինձ։ Որ ես օբյեկտիվ չեմ, ես չգիտեմ Երևանի փողոցների ինչ է կատարվում։ Մարդիկ ինչքան ուրախ են։ Ասում հա, ես գիտեմ, դուք ճիշտ եք, ես սխալ։ Որովհետև այս մարդուն չես ասել, իր չափանիշը խցանումներն է, իր չափանիշը սրճարանների առատությունն է, կներեք իմ չափանիշը, Խարսի պայմանագիրն է, Ալիևի հայտարարություններն է, տնտեսական արտահանումն է, ներմուծումն է, քաղաքական իրավիճակն է, սա է չափանիշը, որովհետև եթե պետությունը տնտեսություն չունի, դու վաղը չես ունենալու բանակ։ Եթե դու բանակ չունես, նշանակում է քո թշնամի պետությունը ինչ որ ինքը արդեն հայտարարել է քո նկատմամբ, ինչը արդեն ինքը իր համար գրել է որպես իրականություն, իր գրքերում այդ մասին խոսում ամենտեղ Արևմտյան Ադրբեջան իրականացնելու, Զանգեզուրով միջած բացելու, մեքենաներով մտնելու Հայաստան, ինքը ամեն ինչ գրել է, ինքը սպասում է այդ օրվան, երբ որ դու կընկնես այս վիճակում, որ ոտը ձեռքերը չեն շարժվի արդեն։ Ինչ ժամանակ ինքը գա եւ դուք ասես,
Դե լավ է, գալիս է, թողա, որովհետև ես մեկ այլ չեմ կարող դիմադրեմ, ես բանակ չունեմ, ես փող չունեմ, ես ճանապարհ չունեմ, ես սահման չունեմ, ես ընդհանրապես ոչինչ բան չունեմ։ Բայց դա փոխարինում լավ տրամադրություն։ Եկեր բաներս առած ծփումը։ Եվ դա է իմ չափանիշը։ Ցավոք։ Թուրքերին բաց կթողնեն ձեր վրա, դուք սովից կմեռնեք, հոսանքը կթանկանա, գազը կթանկացնենք, թուրքերին բաց կթողնեն ձեր վրա, դուք սովից կմեռնեք, հոսանքը կթանկանա, ամեն ինչ, այ չմտածեք հանկարծ։ Ես այդպիսի բան եմ ասել։ Չէ։ Հա, հենց այս ձևով, հենց այս դեմքով ես մեր ասելը։ Ոնց։ Ես խոսք եմ տվել, որ այս պետությունը պետք է հավերժ լինի, բայց ես չի ասում, որ այս տարածքում հայկական պետությունը չի եղել։ Ես դες բան եմ ասել, որ դուք հավերժ պետքա պետություն ունենաք։ Այնքան ազգեր կան, որ պետություն չեն ունեցել։ Մեզ մերում այդ վիճակի։ Սա բան չի, որ ես ասում եմ, մարդը չի ուզում լավը տենանց, ինչ ասես, ինչի մեջ ասես մեղադրում եմ, ես լավը չեմ ուզում տենամ, դե ասարել second gate ջան, դուք ապրեք ձեր իլյուզիաներում, հա, գիտեք շիզոֆրենիկներն ինչքան երջանիկ են, իրանք մի հատ տարածքում են ապրում, հենց ամիշն է, մեկը Նապոլեոնն է, մեկը Հիտլերն է, մեկը Լենինն է, ցենտրը իրանք ապրում են իրանք իլյուզիաների մեջ, բայց ի շպարտա դե ես ձեր իլյուզիաների մեջ ապրում, ես տեսնում եմ ինչ որ կատարվում է, այս մարդը ասում է, հետո ոնց ես դες բան եմ ասել, ասելու է դա, ասելու է, որ հետո ասի, ինչի եք դուք ռազմագերիներին պահանջում, ես քարացած մտածելակերպ է, ինչ իմաստություն, ինչ նշանակություն ունի, որ 5 տարի առաջ ասում են մեր կողմից է յոլա գնացեք, կընտրվենք, իրանք կբերենք, 5 տարի հետո ասում են, ես ինչ քարացել մտածելակերպ է, ինչի եք ձեր ռազմագերիներին ուզում, երկրորդ համաշխարհայինի ռազմագերիները 10 տարի հետո են եկել։ Ու այս հրեշին, այս կենթանուն ձայնին տվել, որ են պետք է ստանան ինչի համար իրանք ձայն են տվել իրան։ Ռուսաստանն արձակսել է Մոսկվայի ադրբեջանական համայնքի ղեկավարին, Ադրբեջանն էլ հետախուզում է հայտարարել 3 ռուսաստանցու նկատմամբ։ Ադրբեջան-ռուսաստան կռիվները նոր փուլում են մտել, նոր զարգացումներ կա, բայց ես պետք է ասեմ մի բան։ Մեր համար ոգևորվելու ոչ մի առիթ չկա այստեղ։ Որովհետև այս սիամական երկվորյակները ռուս-թուրք կամ ռուս-ադրբեջանցի։ Իրանք, հասկացեք, սիամական երկվորյակներ են։ Իրանք կգզեն իրար, կկծոտեն իրար, ինչպես ամբողջ պատմության ընթացքում։ Ոչ մի երկիր այնքան իրար չի պատերազմել, ինչքան ռուսներն ու թուրքերը իրար դեմ։ Բայց դա մեր խնդիրը ոչ մի ձև, ոչ թեթևացնում է, ոչ լուծում է։ Որտեղ այս ամբողջը միշտ իրանց համար իրանց մեջ լուծում ունի։ Գիտեք ինչի։ Որովհետև Ադրբեջանն էլ իր հերթին է 3 ռուսաստանցու նկատմամբ հետախուզում հայտարարում։ Իսկ ուզում եմ հիշենք, մենք բոլորի հետ։ Հայաստանը այդպես բան երբ է իրան թույլ տվել։ Երբ է իրան թույլ տվել երբևէ ինչ-որ մի բան պահանջի։ Երբեք։ Գիտեք ինչի։ Որովհետև ի տարբերություն Ալիևի Հայաստանում բոլորին նշանակել է հենց Ռուսաստանը։ Եվ ոչ մեկ Ալիևի նման ազատ չի կարող շփվել Պուտինի հետ Հայաստանում, որովհետև ի տարբերություն ասում Ալիևի, Հայաստանում բոլորը նշանակվել են ընդեղից։ Դրանից բացի, նաև կա մի ասենց հետաքրքիր բան, կամավոր ստրկության գիտակցումը ու դրանով հպարտ լինելը։ Հայաստանում մի շերտ կա, մենակ Հայաստանում չէ, նաև Ռուսաստանում, նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի շերտ կա, որոնք ինքնական հպարտորեն ընդունում են ռուսի գերականությունը։ Եվ գիտեք ինչ են ասում, հզոր ազգ։ Մի օր մեծ հրեա կարդաց այդ հզոր վիդեո, ասեց քանակով են իրանք հզոր, թե ինչով են հզոր։ Դա եթե ասել ասենք Ղազախը, ես կհասկանայի էլի իր պատմությունով, բանով, նշանակությունով, քաղաքակրթությունով ինքը հա էլ համատության մեջ կարա ռուսին ասել հզոր ազգ։ Բամոտ չի ձեր համար։ Ես գիշեր ասում ինքը մի հատ կոմենտ էր գրել։ Ես կարդացի դա։ Նես դաստիարակչական էր։ Իսկ սրանք չլինելով ոչ մեկը, լինելով ռուսի ստեղծած, ռուսի պահած, ռուսի սնած, ռուսի ծնած,
Չիրանք ոնց ուզում հետը շփվում են ռուսները ընդունում են այտենցա այս մարդը ռուսասկը ինքը նստում է հաշվի նրա հետ ով կարող է ունակա իրան մի հատ էս կողմից ապտակի մի հատ էլ այն կողմից ապտակի եթե պետք է վերջ եթե դրան դու ունակ չես եւ հակառակ դու կամավոր ընդունում ես քո ստորությունը ընդունում ես եւ նույնիսկ ավելին ես անում քան պետք է դու իր համար 0 կոպեկի արժեք ունես ինչպես Հայաստանը այսօրվա Ռուսաստանի համար ինչպես շատ հայեր ռուսների համար որտեղ նրանք արդեն ինքնական առանց որևէ հանգամանքի ընդունել են դրանց գերակայությունը ու հպարտորեն խոսում են դրա մասին ի ուրախություն մեզ իհարկե ոչ բոլորը բայց նման մարդիկ կա Հացիկ եւ Խանջյան գյուղերի գյուղացիական տնտեսությունները առավոտյան փակել էին Արմավիր Գյումրի միջպետական ճանապարհը։ Ոստիկանների հորդորով ճանապարհը բացել էին, սպասում էին պատկան մարմինների ներկայացուցիչներին։ Խոստացել էին 12:30-ին հանդիպել գյուղացիների հետ։ Բողոքի ակցիան կապված էր դեղցի իրացման խնդիրների հետ։ Գյուղացիներն ասում են, պտուղը հասունացել է, թափվում է ծառերի տակ, գնորդ չկա, մթերման սակագինը ցածր է։ Այգետերերը մտահոգված են հարյուրավոր տոննաներով դեղցի ճակատագիրն անհայտ է։ Դեղցուն է ծառներ տակը լսվել է ուր տանում շուկա տանում չեն գրում ծախեմ արդեն դեպուտատի մի ամսվա ռոճիկը ուրեմն 100 հոգու թոշականը ոչ մեկը գյուղացող չէ ես որ հարգություն չկա այդ դեպուտատի ճոպ դաբրես ոստիկանների ճոպ դաբրեն այդ մնացած ծախսերի ճոպ դանեն բրանոցների ինչ վերցնեն հասկավ սա էլի շանակում ես խնդիրները ու ասեմ դեռ արժևում է դեռ դիմացը խաղողի մթերում կա խնձորի մթերում կա դեղցի մթերումը կա եւ այն մտքերը որոնք աշնան են հասնում նոր կարդացի ինչ է սպասում գյուղատնտեսության մեջ հետաքրքիր վերլուծություն էր մոտ ես քանի որ թվեր շատ եմ սիրում իմ համար թվերը ահավոր կարևոր են որովհետեւ թվերը ընդհանրապես ճաշակից դուրս հանգամանքներ են իրանք ահավոր համար արգումենտներ են իրանք չեն սիրում մոտարապես բան Ուրեմն, եթե միջև տարվա վերջ չբացվեց ու ամենայն հավանականությամբ չէ բացվելու Ռուսաստանի ճանապարհը, ուրեմն Հայաստանի գյուղացիների 90%-ը ինքը կորցնելու է իր ոչ միայն այս տարվա բերքը, նաև սեփականությունը, որովհետև վարկերը դրված է իր սեփականության գրավի դիմաց։ Այսինքն եթե մենք 90% սա շատ մեղմ թիվ է ասվածել է, եթե 90% մեծ արտադրողների գյուղատնտեսական իրանք կորցրեցին այս տարվա արտադրանքը եւ արդեն դա կորցված է, հաստատ վստահ եղեք 125 դրամով, երբ որ արդեն սուպերմարկետում լոլիկ են վաճառում եւ այսօր ռուսական բանն է ես նայում, ինչքան հպարտ էին, ինչքան ուրախ էին իրանք ներկայացնում են, ինչ լավ գնել են ստեղ Ռուսաստանում, Հայաստանում որ սուպերմարկետում 125 դրամով լոլիկ է վաճառվում Դա իհարկե կարելի է ուրախանալ այդ հանգամանքի վրա, բայց չմոռանաք սրա հետևում կործանվեց մի հատ հսկայական տնտեսություն, որ նշանակում է ինքը մյուս տարի բել չի տալու, այսինքն այս նույն լոլիկը մյուս տարի լինելու է 12500 դրամ, պլյուս մարդը իր ամբողջ տնտեսությունով դառավ նորակի պոտենցիալ գաղթական։ Այսօր դա դեռ ոչ մեկի չի հետաքրքրում։ Գիտեք ինչի՞, որովհետև դեռ կաֆեներում կա։ Դեռ կաֆեներում լիքը մարդ կա, դեռ Հայաստանի, ասենց ասեմ, հոսքը դրսից մարդկանց, մանավանդ 22 թվականի պատերազմից հետո, երբ որ ռուսներն ու ղազախները, չգիտեմ ասենք, ուկրաինացիները իրենց համար բացահայտեցին, որ Հայաստան կա ընդհանրապես, եւ Հայաստանում կարելի է ապրել այնց ոնց որ աշխարհի ոչ մի տեղում, մի պատճառով, որովհետեւ այդ ամբողջ ընթացքում իրանք որ Ռուսաստանում ապրել են, իրենց փողոցը ոչ մեկ չէր ժողտացել, բարև չէր տվել, ասեմ ավելին, մարդու տեղ չէր տվել։ Եվ գալիս են Հայաստան, բարձում է Հայաստանը հոգեբանորեն մի հատ այլ վիճակի մեջ է։ Մարդու համար, մարդը ոչ թե ռուսական ասացվածքի նման չլավեք ու որ, հա, այլսե քեզ մարդու տեղ են դնում։ Եվ 22 թվականից ի վեր, այսքան վիդեո, որ իրանց մենակ շնորհիվ Հայաստանից տարածվում, ամբողջ աշխարհով մեկ, որովհետև այս ռուսական վիդեոները չեն այն մենակ Ռուսաստանում, այսքան հոսք, որ Հայաստան է գալիս, սա տուրիզմն է։ Իսկ եթե դու դիմացը ոչ մի բան չունեցար առաջարկելու, մենակ տուրիզմի վրա դու երկիր չես կարողանալու ապրել։ Տուրիզմը շատ ավելի ուրիշ ենթակառուցվածքներ է պահանջում նաև, հա, եւ ուրախանալ առատությունով, Ժորժ ջան, դա հայերը չեն արդեն
Դա ուրիշ մարդիկ են։ Ոնց որ մեկ ուրախանա, որ իր փողոցներով զինվորներ են քայլում։ Միշտեր դա իր զինվորները չեն։ Այսօր քայլում են, վաղը կգնան։ Այսօր քայլում են, վաղը կասեն, այս տունն իմն է։ Ես տեղ պետք է ապրեմ։ Ինչպես Փարիզում դա կատարվեց։ Սկզբից գերմանացիներն ապրում էին լավագույն հյուրանոցներում, հետո հասկացան, որ հյուրանոցը իրենց համար փոքր է։ Եվ իրանք էին որոշում արդեն, որ հադուստի տունն է իրենց համար հարմար տեղավորվելու։ Թվերը սոսկալի են, հետևանքները ավելի սոսկալի։ Չեմ ուզում ասել, մի անգամից կանխատեսեն մյուս տարվա ինչա լինելու, կամ այս տարվա բյուջեն ոնց չի կատարվելու եւ ոնց են մարդիկ թոշակներին սпасելու օրերով։ Ինձ արդեն գրում են ինչա կատարվում։ Դեր է ստանալու հետ կապված, բժիշկի մոտ հայտնվելու հետ կապված։ Գրում են։ Բայց ասենք ամենաչնչին դեր հետևանքները։ Ամենաչնչին։ Իմ գլոբալ պատկերը շատ ավելի տխուր է լինելու, որովհետև ես հենց տնտեսական եմ մի կողմից նայում քաղաքական հետևանքներին, որովհետև այս բյուջեով բանակ առաջին հերթին մենք չենք կարողանալու պահենք։ Իսկ սա ամենա ինձ մտահոգող բանն է, ավելի շատ մտահոգող, քան թոշակառուի կամ նպաստի ստացած գումարը, որովհետև բանակ չլինելու պարագայում, թույլ բանակ ունենալու պարագայում եւ հրաժարվելու պարագայում բանակից հետևանքները կործանարար են։ Իսկ ես ասեմ, Նիկոլ Փաշինյանը հրամանով ես վստահ եմ, որ շատ երեխեք ամենաչնչին պատճառը ուղարկվում են տուն եւ արդյունքում 3 անգամ կրճատվել է բանակի քանակը։ Ոչ թե որ իրանք դարձել են բարի, չէ։ Ներքին կարգով բանակի թիվն են չասնում։ Հետնել հաշվեք արդեն 31 մահա 31 7 ամսվա մեջ։ Եվ կտեսնեք այս հրեշը, այս հակահայը ինչ անում մեր պետության հետ։ Դե հիմա խնդրում եմ հարմար տեղավորվեք, լսեք մեզ էլ ինչի մեջ են մեղածում նրանք, ովքեր ամբողջ ջուղայի գերեզմանատունն են ավիրել։ Они по кирпичику разбирали это с одной целью, чтобы мы туда никогда не вернулись. А с другой целью они использовали эти камни, продавали. Они даже надгробные плиты продавали. Сбивали надписи умерших азербайджанцев и продавали в Армении. Значит, делали из них надгробные плиты для своих умерших. То есть масштабы вот такого вандализма, они просто зашкаливают. Если выкапывали мертвых, вытаскивали золотые зубы, переплавляли и продавали. Ну, представьте, это кому в голову придет такое? Բա լսեցիք Ժորժը Նասերնյանից ոչ մի ադրբեջանցի երբեք գերեզման չի ունեցել, որի վրա քար ա եղել, հա տապանակար, ասենք ասեմ։ Դուք ձեր նախ այդ մշակույթը չեք ունեցել երբեք քոչվորներ ու կողքին նայ արա քո հետ երկրորդը ասում քանդել են ադրբեջանցիների անունը ջնջել են, տարել են իրենց համար են այդ ամեն չասակել։ Ուղիղ այն ինչ որ իրանք արել են հայերի հետ, որ դա ամեն ինչը փաստագրված է։ Իրանի կողմից այդ ամեն ինչը նկարված է։ Իրանք վերագրում են հիմա մեզ Հայաստանի կողմից ձկան լռություն, որովհետև Փաշինյան Նիկոլը համաձայն է այդ։ Սենց Փաշինյան Նիկոլը ոչ մեկը որ իրան հակառակվի։ Հրամանա տենց է։ Ես պետք է ասեմ ինչ ուզում եմ, դու պետք է լռես կամ հաստատես իմ ասածը։ Գերեզմաններն են ասում քանդել, ադրբեջանցիների ոսկե ատամները խանել, ծուլել, դե ինքը տենց է։ Երևի հիշում եք, քանի հաղորդում առաջ ցույց տվեցի, ոնց էին գերեզմանը քանդել ադրբեջանցիները, գանգը հանել, մարդու, հայ մարդու, հա, բանով, մետաղով կապել բեռնատարի բանին, հետևին ու հետը նկարվում։ Սա գիտում է, իրենք էլ տարածում են։ Իրենք տարածում են մեր մասին։ Մեր լռությունը ընկալվում է որպես իրականություն։ Ես ասում եմ, սա Հայաստանի կառավարությանը եւ Հայաստանի խորհրդարանին, այն խորհրդարանին, որ իրան դնել է բյուջետեղ ու մտել է մի հատ քննարկման մեջ, ինչպես անցած 5 տարին, որտեղ ոչ մի քաղաքական հարց դրանց չքննարկվեց։ Դավաճանը դու ես։ Թալանչին դու ես, նախկինը դու ես, այսինքն ու եւս 5 տարի մեր քթից բռնած տանելու են սա։ Խորհրդանական ընդդիմություն, դեռ ովքեր նստած եք, դուք իմ համար բոլոր Նիկոլ եք, անխտիր, դա չի քննարկվում, հա, ուզում իմանաք, որ մենք
Միկրոսկոպի տակ ենք նայում ձեզ։ Այսօր խոսացի, չէ՞, Հայաստանի տված նվերի մասին, սրա կողմից։ Ու ինքը խնդրում է, որ դուք ճանաչեք հրաժարվեք ասեմ Նախիջևանից։ Ես հիմա սպասում եմ, վաղը կամ մյուս օրը սա դառնալու է քննարկում ազգային ժողովում։ Եվ ուզում տեսնեմ այն մարդուն դեմքը անուն ազգանունը, ով առաջինը կասի այն, ինչ որ պետք է ասվի Իլհամ Ալիևին եւ ընդհանրապես աշխարհին։ Եվ տեսնենք ոչ խորհրդանական քաղաքական ուժերից, որոնք են այս մասին ընդհանրապես սկսելու խոսալ, որոնք են սկսելու սրանց պատասխանել, միչև մենք կգրանցվենք, միչև մենք կդառնանք այն ինչ որ պետք է դառնանք, չէ՞ որ մենք սկսենք սրան արձագանքել։ Մենք սկսենք հայտարարություններ տարածել, ու դա լինելու է վաղ թե ուշ, մի ժամանակ է պետք։ Իդեպ, մեր առաջի հանդիպումը կլինի սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում ժամը 19:00, այսինքն երեկոյան 7-ին, նույնտեղ Փարթամյան Գալիլեյը, Փարթամյան կենտրոնում, Մանեկասեմ, հասցեն, հեսա մեկ պասկյան, սա է 250 North Orange Street, Glendale, Կալիֆոռնիա, 91-203, 250 North Orange Street, սա Փարթամյան կենտրոնն է, և այդպես սեպտեմբերի 19-ին կմեկնարկի մեր շարժումը Լոս Անջելեսից, հետո ըստ դրա աշխարհի բոլոր քաղաքներում, բոլոր կարևոր քաղաքներում։ Իմ միջելոց գրեք, ովքեր պատրաստ են իրենց մոտ ընդունել, շփվենք, հարցպատասխան ունենանք, մի խոսքով, ովքեր պատրաստ են այս շարժումն մաս դառնալ, որովհետև եթե չանենք մենք, սրանք, սենց լկտիությունը չափ չկա ժողովուրդ։ Դուք չմտածեք, որ լռելով այս հարցերը լուծվելու է։ Բոլորովին, լռելով իրանք ավելի են լկտիանում, ու լկտիանալու են, որը նորմալ է, որը լրիվ նորմալ է իրաց բարեկայում։ Հիմա լսենք հայաստանյան լկտիներին ինչ են ասում։ Միքայել Նահապետյանն է գրում, այլես ինքս չասեմ, մենակ ցիտեմ իրեն։ Հարությունյանը, արեք, ասում է մենք զգացինք, որ նախկինները ուզում են բուհերը քաղաքականապես զավթեն, դրա համար էլ մենք քաղաքական թիմակիցներ նշանակեցինք այդ բուհերում։ Բա այն ինչին իրանք մեղադրում էին հանրապետականին, որ բուհերը քաղաքականացել են։ Հիմա ասում է, որպեսզի իրանք չքաղաքականացեն, մենք ենք քաղաքականացնում։ Սկացիք։ Ճիշտ այդ կերպ նրանք զգացին, որ չար ուժերի հրահանգներ են տալիս դատարաններին ու դրա համար սկսեցին իրենք հրահանգներ տալ։ Այո, ես հիշեցնեմ, որ Փաշինյան Նիկոլը ԱԱՑ-ին հրամանում էր սատանաներ գտեն։ Հիշում եք։ Հիշում եք այդ հիվանդին։ Նա հրամայում էր սատանաներ գտել Հայաստանում։ Նրանք զգացին, որ չար ու մութ ուժերը ուզում են կեղծել ընտրությունները, դրա համար էլ իրենք կեղծեցին այլ ընտրությունների արդյունքները։ Զորբայեվալի ջնջելով, սխալ թվերն ու տեղը գրելով ճիշտ թվեր, նրանք զգացին, որ չար ու մութ ուժերը կուզենան բյուջեն թալանել, դրա համար նրանք այդ փողը տալում են իրենց տուն, որ հանկարծակի ուրիշը չթալանի, բա։ Էդա։ Բոլորն էլ տենց ձեր նման հարց ու փորձ անելով են դառնում, հիշում եք։ Հիշում եք անեկդոտը հայտնի։ Նկատի ունեմ Սիղապատ բռնապետ 2000-ականների սկզբունքն էր, մարդ ընդամենը Հյուսիս Կովկասյան ահաբեկչական խմբավորումների դեմ էր պայքարում, հա։ Ու այս տրամաբանության մեջ իրանց նախիրին կերակրում են, որ մենք դրա համար ենք, մենք դրա ենք անում, մենք թալանում ենք, որ հանկարծ ուրիշը չթալանի, մենք հանձնում ենք Հայաստանը, հանկարծ ուրիշը չհանձնի, դրա դիմաց հանկարծ ուրիշը փողը չստանա, մենք տանում ենք, սպանում ենք, որովհետև դրանով պետք է ամրանար Հայաստանի պետականությունը, հա, եւ այսպես շարունակ, հեսա դրանով կհրաժարվեն Նախիջևանից, քանի ուրիշը չի արել դա իրաց փոխարեն, եւ այսպես շարունակ։ Ախ, ժողովուրդ ջան, գնանք տուն, գնանք մեր հայրենիք, էսի մուշն է, մշո Սուրբ Կարապետն է, չգիտեմ երևում է ձեր մոտ, բայց մեր տունն է, պատկերացնում եք, ես թողել ենք, որ խաղաղության մեջ ապրենք, հիմա էլ ասում են, չէ, մշո Սուրբ Կարապետը մեզ քիչ էր, պետք է Շուշվա եկեղեցիներ թողեիր, Գանձասարներ պետք է թողեիր, դադիվանքներ պետք է թողեիր, բա ոնց, այո, եւ մնացած բոլոր
բոլոր եկեղեցիները, նույնիսկ ձեր կաթողիկոսի գերեզմանը պետք է թողեի, Գրիգորիս կաթողիկոսի։ Տնջերեն պետք է թողեիք, զոնտիկները պետք է թողեիք, ամեն ինչ պետք է թողեիք։ Հետո սկսել ես թողել, թող էլի։ Ո՞ն ինչ տարբերություն, մեկը դու սովոր ես թողելու էլի։ Գիլիկյան։ Սա էլ մեր գիլիկյան։ Սա էլ մեր անին։ Մի քիչ պատտվենք անիով։ Մեզանից շատ մոտիկ է, գիտեք։ Այստեղն է։ Այն ափից երևում է։ Հա։ Կաթողիկոսը ժամանակին ստեղ է, նստել։ Բա այսքան բանի մեջով անցած ազգը գա կանգնես վիճակին ժողով։ Ես համաձայն չեմ, գիտեք։ Իրոք համաձայն չեմ։ Ես չեմ ուզում հարմարվեմ։ Հայաստանն ասեմ։ Բայց մեզանից հեռու ընկած Հայաստանը։ Վեսին է։ Հայերը պաշտպանվելու համար որտեղ են կառուցել իրենց բերդերն ու եկեղեցիները։ Դամր թուրքերը միշտ նախանձել են։ Ուզում եք մեկ թուրքերը չնախանձեին մեզ։ Դամր ամեն մի բերդ եկեղեցի գրավելու գրոյելու համար տասնյակներ անգամ ավելի զոհեր են տվել։ Ատել են մեզ սրա համար։ Որովհետև ինչ եք էսի ստեղծել։ Ինչի իրենք չեն կարող ստեղծել։ Սա շիրվանն է, սուրբ հարությունը։ Ինչքան հայկական է, չէ՞ սա ամեն ինչը ժողովուրդ։ Իսա նայենք։ Սա 48-54 աշնակում է սա։ Այս ամեն ինչը թողածելուն է դեռ հիշում է։ Աշնակցին հենց տեղից եկածն է, հիշում է, հալը դեմքը նայի, հայացքը նայի։ Պատերազմից հետո է անմիջապես աշնակցին։ Սա նայենք Ադանան։ Ինչքան հայամորթվ է լցվել ես գետերը։ Բնութագրերի մեջ ասում էր արմրած էր գետի ջուրը կոտորածներից։ Իսկ այդ ժամանակ Ստամբուլում հայերը ոչինչ չէին լսում։ Չգիտեն, դե լավ, իրանց հեռու է։ Իսկ երբ որ Զապել Եսայանը ուզում է սրա մասին խոսալ, դաշնակցական կառավարության այն դաշնակներն էին, չէ՞ ներկայացնում։ Բերանը փակում էին։ Զապելը ասում էին, չէ, մի խոսանա, մի թշնամացա այս նոր կառավարությանը, դե լավ մի բան է եղել անդեր էլի։ Միջև հասկացան, որ Զապելի դեմը չի լինում առնել, ասին, ճիշտը ձերբակալեն ասա։ Զապել Եսայանը իմացավ, որ իրան ուզում են ձերբակալել։ Եվ կարողացավ տեսքը արտաքին տեսքը փոխելու մազապուս լինի։ Բայց եկավ Հայաստանը բռնեցին։ Երբ որ մարդ երկիր չունի, սեփական երկիրը չունի։ Ես նման եմ ասում, չգիտեմ Կոմիտասը եթե սովետական տարածքում լիներ, Ռուսա Հայաստանում լիներ, ինչ կլիներ նրա վիճակը։ Երևի կլիներ այն ինչ որ Զապել Եսայանը հետ եղավ։ Չէ՞ որ ինքը փրկվեց։ Զապել Եսայանը փրկվեց սրանց ձեռքից, երբ թուրքերի ձեռքից։ Եկավ Հայաստանում կոմունիստները գլուխի կերան, ինչպես Չարեցի, ինչպես Բակունցի։ Միսս մտածում եմ էլի Կոմիտասին ոնց կարելի էր փրկել։ Կարող է Էջմիածնից ոչ չգնար, չնայած մարդուն հենց էին թունավորում ընդ ոչ չէր գնա։ Ինչպես բանը Մխիթաս Սեբաստացին։ Մխիթաս Սեբաստացին մազապործ է եղել։ Խոսքով։ Սա վկայում է մի բան, ժողովուրդ։ Չեմ ուզում լսենք։
Երբ որ դու պետությունը չունես, քո բանակը չունես, ոստիկանը քոնը չի։ Դու չես կարող ապավինես, որ թուրքական կամ ռուսական իշխանությունը քեզ խնայելու է։ Եթե դու մտածող հայ ես, դու զոհն ես լինելու։ Թե նրա, թե նրա։ Այսինքն մտածող հայը ապրելու տեղ չունի, եթե նա չի ստեղծել իր պետականությունը։ Հայ մտավորականին, որը դեռ չի նեղել ձկան մաման, հա, որի գլուխը դեռ չի հոտել, հայ մտավորականությունը տեղ չունի, եթե չունի եսեփական պետությունը։ Իսկ եթե չունի եսեփական պետությունը, իր գոյության միակ ձևը երևի նեխած ձկան նման ապրելն է։ Այսա։ Հիմա մենք ինչ ենք անում։ Մենք ինչ ենք որոշում, ոնց ենք այս հարցի լուծում տալի։ Մտնենք այս տեսանկյուն։ В Армении археологи обнаружили поселение, которому может быть 15, а то и 20 тысяч лет. Каменная архитектура для такого периода не имеет аналогов в регионе. 15 կամ 20,000 տարի է։ Ինչ որ գտել են Հայաստանում։ Նիկոլ ասում։ Ինչու մենք պետություն չենք ունեցել։ Մենք Նիկոլ ենք ցիտում։ 15-20,000 տարվա ցիվիլիզացիա ունեցող երկիրը Նիկոլան ասում։ Ես ասում Նիկոսը համապարփակ բառ է, էլի, համապարփակ տեսակը։ Այսինքն մարդուս ամենանվաստագույն տեսակը։ Չկա։ Лилит Мадунс побывала на месте раскопок. Лилит, расскажите подробнее о находке. Раскопки идут на территории будущего академгородка. На данный момент археологи исследовали около 500 квадратных метров и обнаружили остатки более 40 жилищ с глинобитными полами. Ընդամենը 500 մետրի վրա 40 ահմելի բան են գտել, կացարաններ։ Ընդամենը 500 մետրի վրա։ Ստեղ ուզում են ավիրելով սարքերին այդ ակադեմիական քաղաքը։ Также обнаружили сооружение, которое заметно отличается от остальных. Его диаметр около 17 метров. Для сравнения, остальные постройки не превышают 4. Исследователи считают, что это могло быть общественное пространство, где собирались жители поселения. Мы предполагаем, что здесь старшее поколение обучало молодежь тому, как охотиться, рассказывали им историю рода, его легенды и мифы. Южную часть сооружения древние жители покрыли глиной и создали своеобразную платформу, на которой могли проходить такие встречи, занятия. Само поселение появилось уже после окончания ледникового периода. Климат тогда был более влажным, а среда обитания подходила для жизни и добычи пищи. Сегодня археологи исследуют не только основную территорию поселения, но и расположенный напротив холм. Наша задача выяснить, насколько этот холм связан с основной территорией и в чем именно заключается эта связь. Еще до начала раскопок на вершине мы заметили скопление и ряды камней, похожие на какую-то конструкцию. Сейчас нужно установить, что именно представляла собой эта каменная кладка. Ответы археологи ищут не только в слоях земли, но и в найденных здесь предметах. Всего обнаружено более 300 артефактов. В основном это изделия и отходы обработки обсидиана, а также инструменты из базальта. По ним ученые восстанавливают повседневную жизнь древних людей. Բազալտից գործիքներ են ունեցել։ Հետաքրքիր է բազալտը ոնց են տաշել։ Բազալտը տաշել է ինչ չի, չէ՞։ Ամենակարևորը Здесь у нас есть и микролиты, и макролиты. Очень маленькие каменные изделия размером 1-2 сантиметра. Их закрепляли на деревянной основе и таким образом получали составные инструменты, которые использовали для охоты. Большие каменные орудия, безусловно, применялись для более тяжелой работы. В частности, здесь мы нашли мотыгу, изготовленную из старого фрагмента базальтового сосуда. Специалистам еще предстоит исследовать новые культурные слои и восстановить картину жизни людей, которые обитали здесь около 15 тысяч лет назад. В будущем территория станет частью академгородка и будет сохранена как музей под открытым небом. Посетители смогут увидеть древние сооружения непосредственно на месте, где они были обнаружены. Лилит Мадунцева. Ой, ժամանակ կատաստրոֆա, եկուց այլաղություններ։ Ինչ կա իրական Հայաստանում, ինչ կա գետնի տակ եւ ինչ կա իրականում պարլամենտում եւ կառավարությունում նստած։ Ուզում ես տեսանյութով ավարտել այսա։ Հիշենք մեր Երևանը։
Յասամանի ծառի տակ եկ նստենք սիրո երկեր երկիր ինձ կացը ոսկերով Յասամանի ծառի տակ եկ նստենք սիրո երկեր երկիր ինձ կացը ոսկերով Չահել կանքիս համար դու կավիրի ոսկի կամար դու Եգրի երկինք դու ասխոտ շողոտ շաղով Շողոտ շաղով Շողոտ շաղով Շողոտ շաղով Շողոտ շաղով Սա 99 թիվն է, որ դեռ ավիրած չէր Հայաստանը։ Հայաստանը նոր սկսել էր հոսանք ստանալ։ Նոր բանը մենք ունենք արդեն 24 ժամվա հոսանք։ Նոր։ Փողոցները լուսավորվում արդեն։ Դրանից հետո սկսեց ավիրումը Հայաստանի։ Այսինքն Հայաստան չի, Երևանի կոնկրետ։ Չգիտեմ, ես իմ Երևանը շատ եմ կարոտում։ Այն որ հիմա կա, ես չգիտեմ էլ նույնիսկ իմ Երևանն է թե չէ։ Բացառությամբ երևի մի քանի տեղ, որտեղ դեռ ավիրած չի։ Ասենք կոնսերվատորիայի դիմացի այգին, ֆիլհարմոնիկի տարածքը, դա իմ տարածքներն է, որտեղ դեռ ավիրած չի, ես չգիտեմ աղ ինչ կլինի։ Եվ ընդհանրապես կոնսերվատորիան ինչքան կմնա դեռ, որտեղ ես իշխանությունը վաղուց է ուզում տեղափոխի դա։ Իր Չակերտավոր ասած ակադեմիական քաղաք։ Բաբսոս չի այդ շենքերը։ Հենա հյուրանոցներ կսարքենք, անավանդ որ պահանջարկը կա։ Փող։ Ու ինչքան շատ այնքան լավ, ինչքան շուտ այնքան լավ։ Հենց հիմա, որովհետև իրանք չգիտեն վաղ ինչ անլինելու իրանց հետ։ Ուղղակի ես մեծ պրոբլեմ կա, էլի։ Այն աշխարհ կրեդիտ քարտ չես կարող տանես։ Փողը չեն թողնում։ Դա չկա, հնարավորություն չկա տանելու։ Դրա համար սես մարդկանց համար ստեղծվեց մի ամբողջ փիլիսոփայություն ստոիցիզմի կողմից։ Ու այդ մասը վերնագրվեց այսպես. մահվան պահ, մոմենտո մորի։ Եվ պատկերացրի դու մեռնես, ինչա պետք է ամեն ինչ։ Ինչի համար է այս ամեն ինչ, ինչի համար այս զրկանքները, դավաճանությունները, սպանություններն ու սրիկայությունները, եթե դու վաղը կարող ես մեռնել։ Ինչի չի կարելի նորմալ մարդավարի ապրել։ Ոչ գոնե թաղմանը տեկող լինի եւ գերեզմանիդ չմիզեն, ինչպես Մելիք Ֆրանգյոլի։ Հատուկ են մարդիկ են սս բաների մասին մտածում։ Բայց կա տեսքան։ Կա։ Ժողովուրդ, այսօրվա համար այսքանը։ Սպասենք տեսնենք մեր ազգային ժողովում Ալիևին պատասխանող լինելու թե չէ։ Սա շատ կարևոր է։ Իսկ մենք զուգահեռ մեր գործը պետք է անենք։ Գրանցվեք ալիքին, բաժանորդագրվեք, գրանցվեք շարժմանը, դարձեք պատասխանատու ձեր տարածքներում։ Միասին դառնանք այդ պատասխանող մարմինը, այդ խոսացող մարմինը։ Հայերեն ասած այլ ընտրանքային կառավարություն։ Այսօր համար այսքանը։ Դրամացեք։